Բարերար Սամվել Կարապետյանին ևս կալանավորել են, սրան ինչպես եք վերաբերվում։ Մարդը լավություն կեներ, ամեն ինչ կսարքեր, նվիրատվություններ կեներ, ինչն է դու վատ։ Ուղղակի չեն գնա դե, իրանց շահի համար։ Դե ինքը որպես բարերար, որպես մարդ լավ մարդ էր, բայց որ եկեղեցուն կպաշտպանի, միգուցե մենք է պաշտպանենք։ Այդ հարցը չի քննարկվի, պաշտպանելը յուրաքանչյուր մարդ կարող է եկեղեցուն պաշտպանել, բոլորս էլ հավատացյալ ենք, բոլորս էլ մեր Աստված ունենք, կամ մեկ Աստված, որին հավատում ենք բոլորս, բայց պաշտպանելու չպաշտպանելը ինձ թվում է абսուրդ է։ Մեզ սրտից դարդեղի ու շատ լավն է Սամվել, ընձի օգուտ չի տվի աղջիկ ջան, բայց շատ լավ բարերար մարդ է, աղբոր տղեն, ընդիր, Նարեկ Կարապետյանը, շատ հիանամ իրանց լսելով, շատ կսիրեմ իրանց։ Բոլորի ենթատեքստը մեկն է, քաղաքական է, այսինքն այն մարդիկ, ովքեր ինչ-որ բան արել են երկրի համար, այն մարդիկ, ում սիրտը ցավում է երկրի համար, հայի համար, նույնությամբ ինչպես եկեղեցին, որը դարեր շարունակ ազգի համար մտածեց, հավաց է եւ ի վերջում մեծ ներդրում ունի հայը պահպանման գործում, դարեր շարունակ անկախություն չունենալով հայը մնացել, դա եկեղեցու շնորհքն է։ Նույն ցեվի Սամվել Կարապետյանը իր կատարածին է ափսոսում, այնինչ որ ունեցել է եւ բնականաբար պիտի պաշտպաներ ազգը պաշտպանողին, երկիրը պաշտպանողին եւ նաեւ հայրենիքը ինչ-որ չափով այստեղ էլ խնդիրը քաղաքական է։ Սա խոսում է Նիկոլ Փաշինյանի վախերի մասին։ Գիտեք, ցանկացած կալանավորում, որ արվում է, ես զարմանում եմ կատարողների վրա, անկեղծ ասած։ Ես իրեն շատ վաղուց եմ ճանաչում եւ գիտեմ, որ ինքը անհավասարակշիռ, ինքնասիրահարված, այդ մանիայով տառապող ու այդ մանյան իրականացավ, հասկանում եք, ինքը դարձավ իշխանություն, այդ ցավը դա է, իսկ ես զարմանում եմ կատարողների վրա, ես արդեն լուրջ կասկածում եմ, որ նրանք հայեր չեն, մենք հայերով չենք շրջապատված, որտեվ հայ բառը դա շատ լուրջ կոդ է եւ շատ մեծ էներգիա է պարունակում իր մեջ, սրանք հայեր չեն կատարողները, որոնք որ Սամվել Կարապետյանին ծիծաղելի է ձերբակալումը, բայց իհեճուկս նրանց քաղաքի տոնը կարվի Սամվել Կարապետյանի գումարներով։ Ղեկավարություն չկա, գոյություն չունի Հայաստանում։ Շատ վատ, իհարկե նա հայամետ է, հայ կողքին է եղել, եկեղեցի կողքին է եղել, եւ ես նրան առողջություն եմ մաղթում եւ այնտեղից շուտ վերադարձ իր հողի վրա։ Էլի վատ, պես մարդկանց ինքը վախենալ, կալանավորել է, որ ինքը դեմ ճամպա բացվի, դեմ մարդ չունի, առաջ է շտայլի։ Սամվել Կարապետյանն ինքը բարերար է եւ քիչ մարդ չէ հայկական pedagogical իրականության մեջ եւ բազմաթիվ ջանքերի շնորհիվ ինքը կարողացել է պետությանը օգուտներ տալ դիցուկ։ Մենք այս պահին ունենք մեր այդ հայտնի Վարեմ Մարեմի շենքը, որ իր մեքենասությամբ այս պահին կարգավորվում է, կառուցվում է, վերակառուցվում է եւ ամենահետաքրքիրը նա է, որ ինքը ոչ թե դա անում է իր համար եւ վերջում վերցնելու է իրեն, այլ տալիս է նվիրատվություն է անում քաղաքին, Ֆրունզիկի թանգարանին եւ այլն։ Այսինքն դա նշանակում է, որ ինքը հակված չէ ինչ որ բան ունեցված ունենալու համար, ինքը դրա համար չի անում։